ընկել։ Իսուր եմ ընկել։ Գևոր, այս արդեն արթնացել ես։ Հա, բժիշկ։ Ինչ լավ է, որ արթնացել ես։ Տենց մեծ վնասվածքներից հետո ողջ մնալը հրաշք է ուղղակի։ Ինչ ա եղել, որ բժիշկ ես, բան չեմ հիշում։ Ես էլ չգիտեմ, ժիջիլները քեզ բերեցին ստեղ, մեջքիդ վրա էլ լիքը վնասվածքներ կային, ոնց որ մեկը հրացանով խփած լիներ։ Հա, ճիշտ է, հիշեցի, սաղդ գյուղապետն ա արել։ Գևոր, մեր մեջ ասած, այն քո տակի պատվանը գյուղապետն ա սարքել։ Գիտեմ, բժիշկ։ Ահա, Գևոր, համելացեմ, որ այն օրվանից հետո, որ քեզ բերեցին ստեղ, գյուղապետը շատ ա փոխվել։ Այսինքն բժիշկ են օրվանից հետո, ինչ այսօր ամսի քանիսն ա։ Գևոր, դե դու արդեն 23 օրը կոմայի մեջ էիր։ Լուրջ ես խոսում, բժիշկ։ Հա, Գևոր, բայց եթե այդ իսկականից քո ասելով գյուղապետն է արել, իմ կարծիքով դու պիտի իր հետ մի հատ խոսաս, որտեղ դու լավ գիտես գյուղապետին, ինքը հենց այստեղը հաստատ չէր կրակի քեզ։ Հա, բժիշկ, ճիշտ ես։ Լավ դե Գևոր, դե դու ստեղ մնա, մի քիչ պարկի հանգստացի, այս քանի օրը քեզ դուրս կգրենք քարթեն։ Ոնց թե այս քանի օրը նոր դուրս եք գրելու։ Ժիծիլ ախր ես այդքան չեմ կարա պարկած մնամ, հոգնել եմ արդեն այս պարկելուց։ Հա, Գևոր, հասկանում եմ, բայց եթե ես քեզ հիմա դուրս գրեմ, քո առողջության համար մեծ վնաս կլինի դա։ Լավ դե բժիշկ, որ ասում ես պիտի մնամ, ուրեմն պիտի մնամ։ Բարև Ժող ջան, ո՞նց եք։ Չեք պատկերացնի ոնց եմ ձեզ կարոտել։ Թե չէ արդեն 26 օր այս հիվանդանոցում եմ, ոչ կարում եմ վիդեո նկարեմ, ոչ կարում եմ հելնեմ մաքրոց շնչեմ, բայց այսօր ինձ վերջապես դուրս գրեցին այս հիվանդանոցից։ Լավ դե եկեք արդեն գնանք տուն։ Հեսա Ժող ջան, համարյա հասնում ենք տուն արդեն։ Այս ժիծիլները խեն տանս կողը հավաքվե։ Ժիծիլներ։ Գևորը վերջապես դուրս գրվավ հիվանդանոցից։ Այո, Գևոր, քեզ շատ էինք կարոտել։ Ժիծիլներ, ես է ձեզ էի շատ կարոտել։ Լավ, լպատմեք տենամ գյուղում ինչա փոխվել ես 26 օրվա մեջ։ Համարյա ոչ մի բան, Գևոր, ինչ դու հիվանդանոցում ես, գյուղում ընդհանրապես շարժ չկա։ Լավ, հասկացա, ժիծիլներ։ Ահա, Գևոր, գյուղապետը ասում էր, որ հենց դուրս գրվեց հիվանդանոցից, գնաս իրա մոտ։ Ինչի համար է բա ինձ կանչում, ժիծիլներ։ Չգիտեմ, ինչ-որ ներողություն ազում խնդրի ոնց որ։ Լավ, ժիծիլներ, հասկացա, հեսա մի հատ մտնեմ տուն ու գնամ։ Վայ, Ժող ջան, չեք պատկերացնի, թե ոնց եմ կարոտել ես ամեն ինչ, այս իմ տան պատերը, այս կրավաթը, սեղանը, այս դուռս տան, ամեն ինչը կարոտել էի։ Լավ, դե եկեք հլը գնանք գյուղապետի մոտ տենանք ինչ էր ասում։ Վայ, ժողովուրդ, ես ոնց էի կարոտել մեր գյուղը, այս փողոցները։ Ես երբեք չէի կարա պատկերացնել, որ 26 օրվա մեջ այս ամեն ինչին կարա եսքան կարոտեի։ Հենա, այն էլ գյուղապետը, հլը գնանք տենանք ինչ էր ասում։ Գյուղապետ կանչում էիր։ Հա, Գևոր, կանչում էի։ Ես ուզում էի ներողություն խնդրել քեզանից։ Երբ որ ես քո տակ այդ պատվանը սարքեցի, ես մտածում էի դու չես է նկատի, բայց երբ նկատեցիր, ես մտածեցի, որ դու սաղի կպատմես դրա մասին։ Ու բոլորը կմտածեիք, թե ինչ վատ գյուղապետ եմ ես։ Դրա համար ես որոշեցի քեզ քննաբեր տամ, որ դու քնես ու ես քեզ տանեմ անտառ։ Երբ ես քեզ տանա անտառ ու դու դեից հետ եկար, ես որոշեցի, որ քեզ պետք է սպանեմ։ Ու երբ դու արդեն գնում էիր իմ մոտից, ես հրացանով կրակեցի քո մեջքին։ Խնդրում եմ, կներես ինձ էլի, խնդրում եմ։ Լավ, գյուղապետ, ես քեզ լսեցի, իսկ այ կներեմ ես քեզ թե չէ, թող գրեն իմ բաժանորդները մեկնաբանությունների բաժնում։ Հեսա Ժող ջան, ավարտվեց մեր նկուղի պատմությունը։ Անպայման բաժանորդագրվեք իմ ալիքին ու այս վիդեոին լայք դրեք։ Ու հա, եթե ուզում եք միշտ տեղյակ լինեք իմ նոր վիդեոներից, այն զանգակին սխմեք։ Անպայման կգրեք մեկնաբանությունների բաժնում, ներեմ գյուղապետին, թե չէ։ Լավ դե, լավ մնացեք։